կարծեմ ինչպես դուք նկարագրեցիք, ինչ որ տեսակ, շատ ճիշտ է։ Եվ գրանցել հիմա ինժեներական ընկերությունները Ընջան քաղաքում պրոտոտիպից անցած են արդեն փոքրիկ արտադրության։ Բայց մյուս քայլը արդեն սերիական արտադրությունն է։ Ինչ որ հիմա ինժեներության բագասում է, հենց այնտեղ անցնելն է։ Արտադրություն անել արդեն սովորում ենք, մեր փոքրիկ գործարանը, որ անցյալ անգամ տեսակ, բայց արդեն պետք է անցնենք։ Մեր մյուս երազանքը, վարչապետ, գործարանի քաղաքն է։ Ինչ ընկերություններ տեսակ այստեղ, ամեն մեկը պետք է սկսի արտադրել այնտեղ։ Հիմա դեռ երբեմն ուղարկում ենք Չինաստան, ուղարկում ենք ուրիշ երկրներ, բայց կարիքը չի կա։ Մենք պետք է այդ արտադրությունը կարողանանք անել այստեղ։ Դրա համար մենք անշուշտ աջակցություն պետք ունենք։ Մեր նախնական, ասենք, հաշվարկները մոտ $50 միլիոն պրոյեկտ պիտի լինի։ Եվ եթե պետությունը կրնա մեզ օգնել այս պրոյեկտը առաջ տանել եւ ինվեստիցիաները գտնել, կարծեմ մենք շատ շնորհակալ կլինենք եւ մեր երազանքը, մյուս էտապի երազանքը գերականացնենք։ Ես կարծում եմ, էլի փորձելով շարունակել այն տրամաբանությունը, ինչից ես սկսեցի, ես հնդածս ձեր հարցին զուգահեռ նաև մտածում էի եւ հետաքրքիր էր, որ հետահայաց ձեր հարցին ի պատասխան մտածում էի, որ օրինակ այս մասին տեքստ մենք արդեն ստեղծել ենք, բայց մտքովս չէր անցել այդ դիտանկյունից նայել, որը ձեր հարցին էլ է պատասխանում։ Մենք իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ ապագայի մասին խոսելիս մի այսպիսի ձևակերպում ենք անում, ասում ենք կա նախագիծ, կա ապագա, չկա նախագիծ, չկա ապագա։ Հիմա գործանային քաղաքի վերաբերյալ, եթե կա նախագիծ եւ այդ նախագիծը կտեստավորվի եւ ցույց կտա իր մրցունակությունը, ես կարծում եմ մենք բոլորս վաղուց պետք է հասկացած լինենք, որ իրականում փողը ամենահեշտ բանն է, որը հնարավոր է գտնել։ Այստեղ խնդիրը այն է, թե մենք ունենք արժեցող գաղափար, թե չունենք։ Եթե կա արժեցող գաղափար, կառավարությունը կլինի, մեկ ուրիշը կլինի, հաստատ դա տեղի կունենա։ Այսինքն եթե կա նախագիծ, որը տեստավորվում է եւ իր տեստը ցույց է տալիս, որ ինքը ապրող առողջ արդյունավետ նախագիծ է, կառավարությունը այո, բայց կարող է նույնիսկ եթե կառավարությունը այդքան չհասկանա, ասի ոչ, ուրիշ, բայց կառավարությունը ասում է այո։